Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը ամիսներ շարունակ ապացուցում էր, որ Հայաստանի բյուջեն թույլ է տալիս թոշակները 50%-ով բարձրացնել։ Իշխանությունները հայտարարում էին, թե դա պոպուլիզմ է, ու մի առավոտ արթնացանք, իմացանք, որ տնտեսական աճը հենց ընտրություններից 2 ամիս առաջ է թույլ տալիս նվազագույն թոշակը 10,000 դրամով բարձրացնել։ Որոշումը, որ ապրիլի 1-ից պետք է մտնի ուժի մեջ, դա նոր մայիսի 1-ին կդառնա կոնկրետ գումար թոշակառուի դրամապանակում, այդ առաջին։ Երկրորդ 10,000 դրամը այն ողորմելի գումար է, եւ այդ ողորմելի գումարի շուրջ ինչ որ կասկածներ ունենալ, որ կտան, չեն տա, ոնց կլինի, ինչ կլինի, սա ընդհանրապես կարելի է չքննարկել, սա ողորմելի գումար է, որովհետեւ թոշակառուների զգալի մասը կոմունալ ծախսերը նույնիսկ չեն կատարում, սառող բնակարաններում հավաքում իրար գլխի, որպեսզի գնան հետ վճարով կոպեկներ վաստակեն։ 2 տարի առաջ Փաշինյանը հայտարարեց, եթե անգամ իրենք պարգևավճար չստանան, թոշակները կբարձրանան ընդամենը 1000 դրամով, ու հիմա հանկարծ մինչև 10,000 դրամով է ավելանալու թոշակը։ Ինչ հրաշք կատարվեց։ Երբ որ մենք ներկայացրեցինք մեր ծրագիրը, մենք այնտեղ հստակ ցույց տվեցինք փողի տեղը։ Առաջին հերթին ասելով, որ հնարավոր է տնտեսական աճը ճիշտ վերաբաշխում անել եւ տնտեսական աճի 20%-ը բերել եւ դնել այդ ֆոնդին, կենսաթոշակային ֆոնդին, որը որ մոտավորապես գնահատվում է 175 միլիարդ դրամ, սա առաջին կարևոր աղբյուր է։ 2026 թվականի բյուջեն հաստատվել է, ազգային ժողովը երբեք չի քննարկել թոշակները բարձրացնելու հարցը։ 7,2% տնտեսական աճն էլ նոր չեն հայտնաբերել, բայց ինչու հենց ընտրություններից առաջ թոշակները բարձրացան։ Պետական բյուջեի մասին օրենքը փոփոխություն կրել է, մտել եք ազգային ժողով օրենքի փոփոխությամբ։ Բնականաբար ոչ, հասկանալի է, չէ՞։ Մի երկրում, որտեղ եւ կառավարությունը, եւ ազգային ժողովը, եւ նախագահը, եւ դատարանները մեկ անձ է, զարմանալի չի, որ այդ մեկ անձը որոշում է, ասենք, պետական բյուջեի մասին օրենքը փոխել իր գրասեղանի վրա։ Երբ որ իրանք կմտնեն պետական բյուջեի մասին օրենքը փոխելու եւ կներկայացնեն իրանց հաշվարկները, մենք կտեսնենք, այս մարդիկ այս որտեղից են այս փողը հայտնաբերել։ Հայաքվեն հիշեցնում է Փաշինյանի խոսքերը։ Կենսաթոշակառուն չգիտի ինչպես ծախսի ավելացրած գումարը, աղքատությունը կենսաթոշակառուի գլխում է, կենսաթոշակառուն լավ տարիքի է բիզնես անելու իսկական 63 տարեկանից հետո ծրագրեր կազմելու, բիզնեսով զբաղվելու տարիք է եւ այլն եւ այլն։ Բայց հանգարց այսօր երեկվա դրությամբ իշխանությունը հանգարց որոշեց, որ կենսաթոշակները պետք է բարձրացվեն։ Իշխանությունները ոչ մի ծրագիր մինչև հիմա լիարժեք չեն իրականացրել, նկատում է Հայաքվեն, միայն հայտարարել են, իսկ իրականացնելիս տապալել են։ Տասնյակ եւ հարյուրավոր միլիարդներ նախատեսում են բնակչությանը տրամադրել ընդհուպ միջև ընտրությունների վերջ, հստակ երևա, որ իրանք հաշվարկ չունեն։ Իրանց թվում է Հայաստանի 3-րդ հանրապետությունը հունիսի 8-ից հետո գոյություն չի ունենալու։ Հայաքվեն հետևողական է լինելու, որպեսզի պարզի իշխանությունները ավելացված թոշակը որտեղից են վճարելու։ Նաիրա Փայտյան, Բահրամ Ստեփանյան, Լրաբեր։